Հարավային Կորեան կկառուցի առաջին քաղաքացիական միջուկային բունկերը։ Մայրաքաղաք Սեուլի իշխանությունները մտադիր են կառուցել առաջին քաղաքացիական միջուկային բունկերը Սոնգ-Պագուի գարակ Դոնգ բնակելի համալիրի տակ։ Նախագիծը հանրային անվտանգության բարձրացման միջոցառումների մի մասն է, հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի կողմից աճող ռազմական սպառնալիքները եւ համաշխարհային անկայունությունը։ Կառավարությունը եւ Սեուլի բնակարանային եւ համայնքների կորպորացիան նախատեսում են շինարարությունն ավարտել մինչև 2028 թվականը։ Քաղաքացիներին հնարավոր միջուկային, կենսաբանական եւ քիմիական հարձակումներից պաշտպանելու համար նախատեսված ստորգետնյա ապաստարանը տեղակայվելու է նոր 1240 բնակարան ներառող բնակելի համալիրի նկուղային երրորդ հարկում։ Բունկերը կզբաղեցնի մոտավորապես 2147 քառակուսի մետր տարածք եւ կկարողանա միաժամանակ ապաստան տալ մինչև 1020 մարդու։ Այն հագեցած կլինի օդափոխության, ջրամատակարարման եւ պահեստավորման համակարգերով, ինչպես նաեւ կոյուղու համակարգերով, ինչը թույլ կտա բնակիչներին արտակարգ իրավիճակի դեպքում ինքնավար մնալ գետնի տակ մինչև 14 օր։ Նախագծի հիմնական առանձնահատկությունն այն է, որ խաղաղ ժամանակ տարածքը ծառայելու է որպես հանրային մարզասրահ։ Սա կլինի առաջին միջուկային պաշտպանության միջոցներով հագեցած նմանատիպ հաստատությունը, որը կառուցվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հատուկ քաղաքացիական օգտագործման համար։ Բունկերի կառուցումը Սեուլի պաշտպանություն 2030 ծրագրի մի մասն է, որը քաղաքը ներկայացրել է 2024 թվականի մարտին։ Այս ծրագրի շրջանակում քաղաքը նախատեսում է ստեղծել պաշտպանված ապաստարանների ցանց, որը կարող է պաշտպանություն ապահովել բոլոր բնակիչներին միջուկային, կենսաբանական կամ քիմիական հարձակման դեպքում։